Պարոն դեռ ելույթում կանդրադառնամ նախընտրական չի, պարտադրանք է, պարտադրանք չի, բայց իմ հիշողությունը շատ լավն է։ Հունվար ամիս կարծեմ, Քարորյան իստում Թաթևոս Ավետիսյան հարգելի այսօր բացակայում է այդտեղը փորձեմ լրացնել, թեև հաստատ չեմ կարող։ Թաթևոս Ավետիսյանն ասում աղբե տասնյակ հազարավոր մարդիկ ստանում են մենակ աշխատավարձ, որը հարկայինը տեսնում է։ Որն է նպատակը ձեր ներդրած պարտադիր հայտարարման, եթե հարկայինը մեկ այդ թվերը ունի։ Եվ բազմաթիվ հիմնավորումներ այստեղ ներկայացրեցին, որ իզուր քաղաքացուն ծանրաբեռնում եք։ Գունավոր այստեղ այնքան պարզաբանումներ մտցրեցին, որ չէ, սա պարտադիր է։ Ու մտցրեցիք այս օրենքը, այնտեղ ամեն անգամ ինչ որ զիջում բան։ Ուզում եմ հասկանամ, պարոն Թունյան, այսօր հոկտեմբերի 24-ն է։ Ինչը ստիպեց, ինչի հիման վրա դուք եւ կառավարությունը կամ քաղաքական մեծամասնությունը նոյեմբերի 1-ից մի քանի օր առաջ կամ մի քանի շաբաթ առաջ եզրակացրեցիք, որ անիմաստ է տասնյակ, եթե չասեմ 100 հազարավոր քաղաքացիների պարտադրել, որ իրենց աշխատավարձը, որը հարկայինը մեկա տեսնում է, կրկնակի անգամ չհայտարարագրեն եւ հարկայինը մեկա այդ բոլոր շարժերը տեսնում է։ Որն է եղել այն հիմնական պատճառը, ժողով է կարել, քաղաքացիներ են բողոքել, թե մոտ 700 քանի հազար քաղաքացիներից մոտ 100 հազարն է միայն հայտարարագիր լրացրել։ Դուք հասկացել եք, որ նոյեմբերի 1-ին տապալված մի համակարգի փաստի առաջ է կանգնելու, որովհետեւ կրկնում եմ, մեծ մասը քաղաքացիները, 100 հազարավոր քաղաքացիներ ուղղակի այդ որոշումը հաշվի չեն առել եւ չեն լրացրել։ Պարոն Մանուկյան, ախր սկզբի ելույթում նշեցի, որ այս որոշումը կայացվել է ոչ թե ինչպես դուք եք ասում նոյեմբերի 1-ից 1-2 շաբաթ առաջ, այլ այս քննարկումը սկսել է շատ ավելի վաղուց եւ դեռ ասում եմ այս տարվա սկզբին մենք ասել ենք, որ նման անելու։ Այսինքն առնվազն 7-8 ամիս առաջ այս փոփոխությունների մասին ասել ենք, եթե մի քիչ էլ հետ գնաք ու օրինակ նայեք մեր ելույթները, իմ եւ մեր գործընկերների, օրինակ ասել ենք, որ հաջորդ տարի երբ թոշակառուները կսկսեն հայտարարագիր լրացնել, պարզ է, որ իրենց համար շատ ավելի բարդ է լինելու, քան ավելի երիտասարդ սերնդի համար այդ հայտարարագիրը լրացնել, ասել ենք, որ մենք համապատասխան լուծումներով հանդես կգանք եւ հիմա այդ լուծումներով հանդես են գալիս։ Ինչ վերաբերում է, որ ասում եք մարդիկ միայն աշխատավարձ են ստանում, այսպես թե այնպես պետական եկամուտների կոմիտեն տեսնում է, ուրեմն հիմա հստակ վիճակագրությունները ձեզ չեմ կարող ներկայացնել, բայց երկրորդ ընթերցմանը կներկայացնեմ։ Մենք ունենք արդեն հստակ թվեր, որ քաղաքացիները սեփական նախաձեռնությամբ եկամուտների հայտարարագրման համակարգի մեջ նշել են եկամուտներ, որոնք պետական եկամուտների կոմիտեի համար հասանելի չեն եղել եւ տեսանելի չեն եղել։ Այսինքն ի տարբերություն եւ ի հեճուկս ձեր տեսակետի կան շատ քաղաքացիներ, որոնք թաքցնելու բան չունեն, պետությունից թաքցնելու եկամուտներ չունեն, նման ցանկություն չունեն եւ եկամուտների հայտարարման համակարգը շատ հարմար հարթակ է, որտեղ քաղաքացին կարող է իր եկամուտների մասին տեղեկացնել եւ համապատասխան հարկերը վճարել։ Այսքանը։ Արձագանք։ Պարոն Թունյան, այսօր ամսի 24-ն է, լավ երկու քվեարկությունով այսօր ընդունեցիք։ Նախագահին եք ուղարկում վավերացման, 10 օրյա ժամկետ։ Բաղնա Խաչատրյան որոշել է, որ Ճապոնիա մի հատ պետք է գնա, մի հատ Ավստրալիա, մի հատ էլ Կանադա կգնա կանիները կտեսնի, հետ կգա, 10 օր ինքը պետք է մտածի, ճիշտ է այս օրենքը վավերացնել, թե չէ։ Ամսի 24-ն է, նոյեմբերի 1-ը անցել ենք, երբ որ վավերացվեց։ Նոյեմբերի 1-ով ձեր ընդունած օրենքով, ով չի ներկայացրել պարտադիր այդ հայտարարագիրը, տու գանվում ա։ Հիմա, նոյեմբերի 1-ին, այս փոփոխությունը եթե վավերացված չեղավ, դեռ չեմ ասում են մյուս քաղաքացիները 100 հազարը կամ տասնյակ հազար, չգիտեմ թիվը, որը էլի չեն ներկայացրել այդ հայտարարագիրը։ Նոյեմբերի 1-ի դրությամբ մենակ աշխատավարձ ստացող քաղաքացիները տուգանվելու են, թե չէ, թե ձեր համար օրենքը կախված իրավիճակ, այսօր գործադրում եմ, վաղը չեմ գործադրում։
Պարոն Մանուկյան, կներեք, հիմա պատասխանեմ, թե չպատասխանեմ։ Պարոն Մանուկյան, նախագահը կհասցնի ստորագրել, կարծում եմ, մանավանդ, որ եթե մի քիչ, մի րոպե, պարոն Եղան, Պարոն Եղոյան, շատ իմաստուն խոսքեր եք արտահայտում, բայց պետք չի տեղից արտահայտ։ Պարոն Եղոյան, նստեք։ Պարոն Մանուկյան, դադարեցրեք, պարոն Թունյան, շարունակեք։ Ուրեմն նախագահը կարծում եմ կհասցնի ստորագրել, սա մեկ, որովհետև այս մասին տենց հանկարծակի այսօր չենք վերկացել ու խոսում, եթե մենք մի քիչ ելույթներ ունենանք, հնարավոր է մի օր էլ ավել շահենք այդտեղ, հիմա ունենք այն ինչ ունենք, եթե չհասցնի նախագահը ստորագրել ձեր ասած այդ վատագույն տարբեր, պարոն Եղոյան, թողեք պատասխանեմ, էլի, համը թողեք պարոն Մանուկյանը լսի։ Եթե չհասցնի նախագահը ստորագրել, ասենք ստորագրի նոյեմբերի 3-ին կամ նոյեմբերի 5-ին, նախ չեմ կարծում, որ պետական եկամուտների կոմիտեն կհասցնի այդ ընթացքում արագ քաղաքացիներին պատասխանատվության ենթարկել, եւ եթե անգամ պատասխանատվության ենթարկած լինի, օրենքը քանի որ բարելավող է, ինքը ունի հետադարձ բարելավող ազդեցություն եւ այդ տուգանքները ավտոմատ չեղարկվելու են։ Այսինքն, եթե անգամ հանրապետության նախագահը մինչեւ նոյեմբերի 1-ը չհասցնի այս նախագիծը ստորագրել, ամեն դեպքում մեր համակարգացիները հայտարարի չլրացնելու համար նոյեմբերի 1-ից հետո պատասխանատվության չեն ենթարկվելու։ Բայց ես ինչքան գիտեմ, Հայաստանի Հանրապետության նախագահը կհասցնի ստորագրել, այսինքն մենք հիմա խոսում ենք ենթադրյալ մի ռիսկի մասին, որի ազդեցությունը իրական շատ փոքր է։